գործում, ինչպես նաև մնացած բոլոր խոսնակներին շնորհակալություն հայտնել եւ ցանկանալ չմոռանալ նաև Արտադրության նախարարության եւ մեր գրասենյակի հայաստանյան թիմի ներդրումը կոնկրետ այս միջոցառման կազմակերպման, ինչպես նաև ծրագրի ձևավորման գործում եւ նաև շնորհակալություն հայտնել ծրագրի ղեկավար Տիկին Կամիլ Գամբլովին։ Շնորհակալություն ձեզ բոլորին մեծ հետ լինելու համար եւ մի փոքր միջից հետո մենք ներկայացնենք մեկ այլ ծրագրի շրջանակներում ստեղծված Եվրոպական դատարան հասնի հանրապետության կառավարության լեզվի ներկայացուցիչ կայքի նորաբաց կայք։ Շնորհակալություն։ Կառավարության լեզվի ներկայացուցիչ կայքի Պարոն Կոստանյան, գալիս եք մեզ մոտ, չէ, լրագրողների մոտ։ Պարոն Կոստանյան, մամուլում վերջին ժամանակներից հրապարակումներ են լինում անընդհատ, որ դուք, երբ որ նշանակվեցի գլխավոր դատախազ, ձեզ թանկարժեք նվերներ սկսեցին տալ, արդյոք դատախազ եղած ժամանակ եք թանկնվերներ ստացել, թե զին դատախազ եղած ժամանակ։ 100,000 էլ ձեր կնոջը, պարոն դատախազ։ Ինձ համար ինքնին նաև մտահոգիչ է, որ այս կարևոր իրադարձությունը թողած, ցենց շատ էլեմենտար եւ պրիմիտիվ հարցեր եք բարձրացնում։ Առավել եւս, որ այդ հարցերը անգամ չէին ծագի, եթե ընդհանրապես այդ հայտարարները վերլուծեիք։ Լավ, գոնե նայեիք։ Ինչու՞, որովհետեւ նույն այդ հայտարարներում է հստակ նշված, որ թե որպես զինվորական դատախազ, թե առավել եւս որպես գլխավոր դատախազ, ոչ ես, ոչ իմ կինը երբեք որևէ նվեր չենք ստացել։ Եվ 2011 թվականի հաշվետվության մեջ է միայն, այսինքն 2011 թվականի հաշվետվության մեջ է նշված, եւ ընդհանրապես հասկանալով, որ 2011 թվականի հաշվետվությունը, քանի որ մտածում եմ մարտին է ստացվում, նախորդ ժամանակահատվածի համար նվերներ, որոնք ես միայն իմ մերձավոր աստղաներից միայն եւ բացառապես։ Ցավոք սրտի ես չգիտեմ, այդ հաշվետվություններում աղբյուրները պիտի որ նշված լինեն։ Այսինքն 11-ի հաշվետվությունը 2010-ի։ Իհարկե, դա ակնհայտ է, այսինքն 12 թվականին հաշվետվությունը ներկայացնում է 11 թվականի ժամանակահատվածում։ 11 թվականին իմ մերձավոր տեսվանք տես չի լինում։ Տեսման չկա։ Պարոն Կոստանյան, այդպես մերձավորներ մենք չունեցանք։ Ներողություն։ Դա էլ ձեր բախտից է։ Համենայն դեպս ես ձեզ աղքատը, գիտեք, երկիրը աղքատ չի, մեկ, երկրորդը։ Ես էլի եմ ասում, եթե 61,000 դա նորմալ կլիներ կամ 34,000։ Լավից ձեր եկեք այդքան չմանրամասնենք, ընդհանրապես հետևյալը ասեմ, պատրոն լսեք, հա։ Ես բոլոր հարցերին կպատասխանեմ, միանհանգստացի։ Ընդհանրապես հետևյալը ասեմ, երբեք որպես գլխավոր դատախազ, որպես զինվորական դատախազ, որևէ նվեր ոչ մեկից չեմ ստացել։ Եվ ես վստահեցնում եմ, որ չեմ ստանալ։ Երկրորդ, ինձ արդեն վաղուց որևէ մեկը չի փորձում որևէ բան նվերի, անգամ ծնունդիս։ Իսկ ինչն է պատճառը։ Երկրորդը, եթե որևէ մեկը որևէ խնդիր կտեսնի երբևէ իմ հաշվետվությունների մեջ կամ ֆինանսական այդ հաստատությունների մեջ, միանշանակ ցանկացածը հետաքրքրել է իրավապահ մարմիններն ինչու քրեական գործ չեք հարուցում բարձելու համար այդ անանուն աղբյուրներ։ Ձեր հետո նաև դատավորներն ունեն հասկանում եմ, բայց ձեր հարցադրումը ինքնին արդեն իրականությունից չի բխում, մի պարզ պատճառով։ Ենթարկում ոչ մեկին չի ենթարկում, նախանձով, մի պարզ պատճառով։ Անանուն աղբյուրը դա անանուն չի, ու ես զարմանում եմ, որ դուք եք ասում, որովհետև դուք հիմք չունեք իրավաբանները չեն կարող դες բան ասել, ոչ էլ իրավապաշտպանները, որովհետև ընդհանրապես այդ հայտարարագրերի մեջ աղբյուրը բացահայտված չի, եւ դա բոլորին է վերաբերում, եւ ոչ թե դա անանուն աղբյուր է։
այսինքն աղբյուրի չբացահայտված լինելը եւ անանունը դրանք տրամագծորեն տարբեր բաներ են, չկա գրված, որովհետեւ աղբյուրը չի բացահայտվում բոլորի ֆինանսական հաշվետվությունների հետ կապված, կլինեմ դա ես, կլինեք դա դուք։ Տրանսպարենսիոնը կարան հետաքրքրվեն, բայց ես կարծում եմ գիտեք, ես հիմա տրանսպարենսի, Պողոսի, Պետրոսի, Մարտիրոսի բաները չեմ մեկնավորում։ Ընդհանրապես հետևյալն եմ ասում։ Աղբյուրը չբացահայտված լինելը եւ անանուն աղբյուրը, դրանք տրամագծորեն տարբեր բաներ են։ Եվ ես դες վստահեցնում եմ, որ որևէ դրամական միջոց անանուն աղբյուրից ոչ ես, ոչ իմ կինը, ոչ իմ հարազատներից որևէ մեկը երբեք չունի եւ չի ունեցել։ Այլ հարց է, որ այդ աղբյուրը օրենքով սահմանված պահանջներին համապատասխան ենթակա չի բացահայտման։ Դրանք տրամագծորեն տարբեր բաներ են։